Ձայնագրվեց թե նորից անենք։ Առաջի հարցը ես կուզեի ձեզ խնդրել, որ սահմանափակվեք ժամանակակից դասական երաժշտությունը։ Ինչ անեմ, սահմանափակեն։ Սխալ եմ ասել։ Վայ, կներեք, սահմանել։ Հայերենը շատ դժվար է, ես պիտի ասեմ։ Կներեք։ Բայց ես իսպաներեն եմ։ Շատ շնորհակալ ենք ձեր ժամանակի համար եւ հետաքրքիր հերոսիցիա։ Կներեք։ Ամեն դեպքում մի հարց տվեք էլի։ Վաճե Շարաֆյան, շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր խոսելու ժամանակակից դասական երաժշտության մասին եւ կոմպոզիտորական արվեստի մասին։ Դուք ժամանակակից դասական երաժշտության կոմպոզիտոր եք եւ գրել եք սիմֆոնիկ, խմբերգային, բալետ, կամերային ստեղծագործությունները եւ նույնպես օպերան։ Եվ սկսեի այդ հարցով ինչ է ժամանակակից դասական երաժշտությունը։ Շնորհակալություն։ Ընդհանրապես ամեն մի երաժշտություն իր ժամանակին ժամանակակից է եղել։ Սկսենք այսպես, որտեղ այդ սահմանումները ժամանակակից այսօրվա մի տեսակ կլիշեներ կան այսպես, թե մտածել ինչ բան է ժամանակակից երաժշտությունը եւ այստեղ պետք է խոսել ընդհանրապես այդ հարցի շուրջ, թե ինչ բան է երաժշտությունը։ Որովհետև իրապես երաժշտությունը մի տեսակ ժամանակից դուրս է, եթե այն երաժշտություն է իսկապես իր բարձր իմաստով, որովհետև շատ տարբեր երաժշտություններ կան։ Կա երաժշտություն մարսողականության համար, ռեստորանում նվագելու համար եւ այլն եւ այլն եւ այլն, եւ կա երաժշտություն մի քիչ բարձր իմաստով։ Նրա առանցքային նշանակությունը հիմնականում նրանում է, որ նա ժամանակից դուրս է։ Եվ դրա համար այդ սահմանումները ժամանակակից մի քիչ արդեն քեզ սահմանափակման մեջ են դնում կամ ինչ-որ տեղ են ուզում տանել։ Մի տեսակ միտում կա միշտ, օրինակ 60 տարի առաջ արարված ավանգարդ շարժումը կոչել այսօր ժամանակակից երաժշտություն, ես դրա կողմնակիցը չեմ։ Բայց այդ միտուման, այդ ուրեմն ուղղության հետևորդները շատ են։ Քանի որ եթե պատկերացնենք, բոլոր ժամանակներում կան մի քանի գործող կոմպոզիտորներ եղել են, որոնց երաժշտությունը մնում է, որտեղ ժամանակից դուրս է այն։ Եվ կան, որոնք գործում են եւ էլի մեծ դեր ունեն երաժշտության զարգացման մեջ, բայց ինչ որ կերպ չի մնում։ Նույն Բեթհովենի ժամանակ եղել են շատ այլ կոմպոզիտորներ, որոնց մենք այսօր չգիտենք։ Կամ եթե գիտենք, հատուկ են ինչ որ կատարումներով եւ այլն։ Սրանով չեմ ուզում այս հարցը փակել։ Ընդհակառակը ուզում եմ ավելի շատ բացել եւ խոսել հենց երաժշտության մասին, որովհետեւ ինչի համար է երաժշտությունը։ Սա իսկապես մի հաղորդման միջոց է, մի արտահայտման ձև է, որ տրված է մարդուն, Աստծո կողմից, բնության կողմից, եւ առանց նրա արդեն շատ դատարկ կլներ աշխարհը։ Որովհետեւ գիտեք, շատ բան կարող է չլինել եւ բան չէր փոխվի, բայց եթե չլիներ Բախի երաժշտությունը, գիտես մարդկությունը այն մարդկությունը չէր լինի, ամենայն դեպս, չգիտեմ, հիմա շատ լավ վիճակում չէ մարդկության վիճակը, սա էլ է բարդ ասել, բայց այս կյանքը չէր լինի ընդհանրապես, որովհետև սա այն ուղղությունն է, որը տանում է դեպի կյանք, իսկապես տանում է լույս եւ տալիս է հույս մարդուն տեսնելու եւ արարելու եւ նմանվելու եւ սիրելու։ Այլ ուղղություններ կան, որոնք տանում են դեպի կործանում բացարձակապես։ Եվ քաղաքական դաշտում եւ մշակույթում այսպես կոչված եւ մենք խոսում ենք այդ բարձրի մասին, որը տանում է դեպի կյանք, որը դեպի լույս, սեր եւ արարում, ստեղծում։ Մի տեսակ աստվածային բան կա, որովհետեւ ստեղ դու նմանվում ես ինչ որ կերպ ստեղծողին։ Ուզում ես ամենայն դեպս դա այդ ձգտումը շատ մեծ է եւ սա ուժ է, որպեսզի մարդկությունը լինի, որտեղ այդ լինել չնելու հարցը ի սկզբանե մարդու մեջ դրված է։ Մենք շատ հարցեր ունենք ծնված օրվանից, որոնց պատասխանները գուցե փնտրում ենք ամբողջ կյանքում եւ չգիտենք հասնում ենք դրան թե չէ։ Հարցերը ավելի շատանում են մարդու համար եւ դրանով իմաստ է տրվում։
այս հարցերի շուրջ եթե խոսենք, ամեն մի ժամանակ իր հարցի ակտուալությունը ունի լինել չունելու շուրջ, եւ դրա լուծումները կարծես երաշտական աշխարհում մարդուն, որ ունի ունակություն լսելու ամեն ինչ իր շուրջ, դրված ինչ-որ բանով, հենց այս հարցի լուծումն է, քո ժամանակվա, քո օրվա պրոբլեմը, քո օրվա հնչողության դիսոնանսը երաշտական լեզվով, հենց սրա շուրջը պահանջը լինում ստեղծագործելու, արարելու։ Այստեղ կան շատ ուրիշ միտումներ, որի մասին գուցե իմաստ չկա, բայց խոսել, բայց դա ակտուալ է, քանի որ նա գերիշխում է, որովհետև մոդայիկ դերասանական ինչ-որ արվեստի բան է մարդկության, որը բնորոշ է մարդուն, նույնպես բիզնեսի վերածել ամեն ինչը։ Մենք խոսում ենք մի բանի, որը զուտ հոգևոր է։ Փորձում ենք ամենայն դեպս ինչքանով որ մեզ դրվա, որովհետև մենք էլ զուրկ չենք մարդ լինելուց։ Եվ այստեղ պետք է խոսենք մեր ժամանակվա հարցերի մասին։ Եվ հնչողության դաշտում, մտքի դաշտում, մեր տեսածի մեջ խնդիրների մարդ լինելու ընդհանրապես մեր ճանապարհին առաջացած մի ահռելի խնդիրների, որը կուտակված են այսօր եւ լուծելու փորձերը այստեղ արվում են նաև եւ գուցե ինչ որտեղ ամենամեծ ուժով հենց արվեստի գտում, որովհետեւ հաջորդ սերունդների համար մենք տեսնում ենք այս խնդրը հետո լուծված։ Նույն ոչ բարեհնչողությունը Բեթհովենի շրջանում եւ Վագների ժամանակ շատ տարբեր էին։ Այնտեղ լրիվ լուծված խնդիր էին, ինչ որ ուներ այնտեղ, այստեղ ուրիշ խնդրեմ է առաջանում եւ գնալով շատանում խտանում է սա։ Ինչը եւ ստեղծում է այդ ինչ որտեղ կուտակումը հարմոնիկ, այսպես բան լեզվողակի ասած, հա, դաշտում ընկալման նույնիսկ խնդիրներ է ստեղծում, բայց այս խնդրեմը կա աշխարհում այսօր։ Եվ մենք դրա մասին ենք խոսում։ Եթե մենք խոսենք այն խնդրեմի ժամանակ, որը կար հնչողության դաշտում, Մոցարտի ժամանակ մենք բանարած չենք լինի։ Մենք ուղղակի դերասան կլինենք։ Բեմի դերասաններ, ուրիշ ոչ մի բան։ Եվ դրա համար շատ ակտուալ է լսել եւ բնությունը տալիս է կարծում այդ մարդկանց, որոնք լսում են եւ լուծումներն են փնտրում, պատասխաններ են գտնում այդ հարցերին, որոնք միշտ առաջացնում են նոր հարցեր, միշտ, բայց ինչ որտեղ հանդիսանում են լուծում հետագայի համար, ապագայի համար։ Այդպես ես չեմ տարանջատում ընդհանրապես երաժշտությունը այլ ոլորտներից, սա կյանք է։ Երաժշտությունը դա կյանքի մի մաս է եւ լուրջ գործունեություն է բոլոր դաշտերում եւ քաղաքական մարդ լինելու ընդհանրապես, որտեղ մենք այդ ճանապարհին ենք դառնալու մարդ։ Այո։ Արվեստով։ Այսօրվա մեր ազդեցությունները երաժշտության մեջ նույնպես ես զգում եմ որպես երաժիշտ, որ ժամանակակից ինչ որ այսօրվա ստեղծված երաժշտությունը օգտագործում է ռիթմը, գործիքները, հարմոնիաները քիչ այլ կերպ, ուրիշ ձևի եւ ուզում եմ հասկանամ անկեղծ ես որպես դասական երաժիշտ ես մի ճանապարհ եմ սկսել որտեղ սովորացրել եմ ինձ հասկանալ եւ լսել այսօրվա ստեղծված երաժշտությունը, դասական երաժշտությունը։ Ձեր կարծիքով ինչքան պիտի ուսուցանվի ժամանակակից դասական երաժշտությունը փոքր վաղտից, որ կարողանանք լիովին հասկանալ։ Այստեղ միանգամից խոսենք, որ ամեն ինչ չի, որ ինչ որ անհասկանալի, ուրեմն լավ է։ Եվ ժամանակակից է։ Նորից այդ հարցն է, որ շատ անգամ ես լսում եմ այն ինչ որ արված է 60 տարի առաջ եւ սա մատուցվում է որպես ժամանակակից, քանի որ ուսուցիչները այն շրջանի դասավանդել են սա։ Այն ինչ որ իրեն կարել են։ Այսօրվա երաժշտությունը ինձ համար ես չունեմ այդ խնդիրը իրան ընկալման, որովհետեւ ինքս ստեղծում եմ այն ինչ որ սիրահարվում եմ դրան, այն ինչ որ ամբողջությամբ լսում եմ եւ եթե միտեղ ինքս ինձ խափեմ, ես չեմ կարողանա գիշերները քնել։ Սա ակտուալ բան է, որովհետեւ կա իսկապես դրված ինչ որ ճշմարտախոսության ձգտելու հարց մարդու մեջ, բոլոր նրանց ով ստեղծել են։ Եթե դա սա չի լինում, դա դերասանական մի բան է դառնում, որը չի մնալու։
եւ հմուտ են, շատ հմուտ է այս դաշտը նույնպես։ Նամանակ մեր ժամանակներ, երբ որ գործում են շատ այսպես մենեջմենտներ, ագենտներ եւ մարդիկ, որոնք ստեղծում են դրանից փող գումար, հա, եւ բոլոր ժամանակներում սա եղել է, այսօր ավելի ընդգծված է, որ ինչ որ ամեն ինչը շատ ավելի մեծ է դարել տեխնոլոգիաների շնորհիվ եւ այլն, հա։ Ուսուցման մասին, ուսուցումը նույնն է մշակույթ է, որը մենք ունենք, այսպես ասած, բեռ, պատմության բեռ մեր ուսերին։ Եվ այս բեռն է, որ ուսուցման հարց է։ Եվ մյուս հարցն է, թե ով կարող է այս բեռը տանել իր հետ եւ դրա մեջ մնալ։ Մարդիկ ցույցում են թեթևության նույնպես։ Իսկ ստեղծագործը չի կարող ստեղծել միշտ ճնշման տակ, ինքը պետք է երբեմն լսկաթափվի, այլապես չի լինի։ Մենք երկրի վրա ենք աշխատում։ Խոսելով ռիթմի մասին, իսկ ինչ բան է ընդհանրապես ռիթմը։ Գիտեք, մարդ երբ քայլում է, նա արդեն հարաբերության մեջ է մտնում այն բնության հետ, այն տարածքի հետ, այն քաղաքի հետ, որտեղ ինքը քայլում է, եւ ինչպեսին է այն։ Շատ տարբեր է, օրինակ մեր կարգարոտ բնությունը սարերով լի եւ ինչ որ հարթավայրերը եվրոպական տարբեր ռիթմեր են ստեղծում եւ մարդկանց նույնիսկ մենտալիտետի մեջ դա տեսնում ես իրենց բնորոշ հատկությունները նույնպես բնության հետ են կապված։ Այստեղ միշտ խոսում է, այստեղ պետք է խոսել հենց ազգային բնորոշության մասին, որովհետեւ քո տեղայինքը ձևավորում է քեզ։ Այո։ Եվ ինչքան ավելի դու կապված ես բնության հետ, այսինքն ինչքան ցիվիլիզացիան ավելի քիչ է դեռ եկել քեզ մոտ, այնքան այդ բնության կապը ստեղծվում է եւ ձևավորում է քեզ ավելի ու ավելի։ Հետագայում ինքը դառնում է արդեն գենետիկ մի կապ, հիշողության մի կապ, որը մնում է կարծեմ երևի մինչև վերջ, մինչև պատմության վերջ, ինչ որ հիշողության գենետիկ ուրեմն կառուցվածքով, գուցե փոխվում է իհարկե։ Եվ ռիթմը այսպես ստեղծում է այս հարաբերության մեջ, մարդը քայլելով ստեղծում է ռիթմ։ Մենք չարաշտ խոսում էինք կարծեմ այստեղ ռիմայի հետ Պիպոյան, որ այս բալետից էր խոսում եւ բարից, հա, այստեղ նույնպես այս խնդիրն է, ինչն է ազգայինը։ Այս հարաբերությունը եւ ինչի համար կապար, որտեղ մարդը քայլելով արդեն բարի հետ է առնչում։ Մարդը ձայն հանելով եւ լեզու ստեղծելով, ձայներից լեզու ստեղծելով, նույնպես հարաբերվում է բնության հետ, որովհետեւ բոլորը իր ուրեմն այս ռիթմի հետ կապված նույնիսկ առանձնահատկությունները հետագայում ձևավորում է իր լեզուն, իր խոսալու ակցենտը, այսպես ասած, շեշտադրությունը, ինտոնացիոն դաշտը, որովհետև նույն էմոցիան այդ արտահայտելու համար տարբեր լեզուներում տարբեր ձայն է արտահայտիչ դառնում։ Եվ սա բնորոշ է այս ազգին, այստեղ էլ է այս հարցը թե ազգայինի ուրեմն բնորոշ բանը ինչ բան է։ Մենք միշտ կապում ենք շատ այսպես լադային բաներով, այսինքն ստեղծվածից ստեղծվածը, որի մասին խոսում ենք, բայց այս ստեղծվածը շատ անգամ ընդհանուր է լինում շատ տարբեր ազգերի մեջ, բայց միևնույն է նրանք տարբեր են ազգայինով, հա, եւ կապված են ավելի լեզվի, ուրեմն բնորոշ հատկության եւ լեզուն էլ բնության հետ, ուրեմն այսպես պետք է ընկալենք։ Երաժշտական արվեստը ինչ որտեղ ստեղծում է հենց այստեղ, այս կիզակետին, որտեղ բառը եւ ռիթմը մտնում են հարաբերության մեջ։ Եվ գնալով ինքը զարգանալով դառնում է մի առանձին լեզու, որոնք համընդհանուր է մարդկության համար։ Այսինքն ինչ որտեղ նա նախալեզու է, որին մենք գալիս ենք եւ որտեղ կարող ենք խոսել բոլորս իրար հետ, օրինակ չիմանալով գերմաներեն, մենք կատարում ենք Բախի երաժշտությունը, գուցե գերմանացու համար դա այնպես չի հնչում, ինչպես պետք է լինի իր համար, բայց ամենևս այս հարաբերության մեջ մենք նույնպես հարաբերվում ենք եւ պարզվում է, որ Բախը շատ ավելի մեծ է, քան գերմաներեն լեզուն։ Ինքը անցել է իր լեզվով այդ բոլոր սահմանները, երբեք չունի այդ սահմանը։ Փորձեցի կոտրել ամեն ինչ, պաստորեն դրել հարցերի մեջ։ Ինչպես։ Այսօր ես գտնում եմ, որ երբ որ լսում ենք ժամանակակից երաժշտությունը, շատ հաճախ դրանով գալիս է մի հատ մեծ բացատրություն, դե ինչա, դե որտեղից, դե մի հատ կոնտեքստ է միշտ պետք, ինձ թվում է, դե մարդկանց թվում է, որ պետք է որ մենք հասկանանք մի բան, ու վերջում ավելի շուտ վերլուծում ենք կամ այստեղ զգալ, ավելի շուտ կենտրոնացած ենք այդ անալիզի վրա կամ զգալու վրա։ Ես արդեն ասեցի, որ ես ամեն ինչը չի որ համարում եմ երաժշտություն։
Այստեղ կան շատ այլ տենդենսներ, ես դեմ չեմ ոչ մեկին, որովհետև ինչ որտեղ նրանք ուսուցանող են, ուսուցանողական, այնակ ուսուցման process-ում շատ բան է պետք ասել, որը զուտ ուսուցողական է, բայց թե ինչքանով տաղանդի խնդիր է այստեղ կաշխատի, որտեղ հիմնականը սա է։ Եթե աշակերտը միշտ նմանվում է, փորձում է նմանվել իր ուսուցչին, ուրեմն նա անելու բան չունի։ Սա առաջի խնդիրն է։ Ուսուցիչը նա է, ով ուսուցանում է ոչ թե եղածը, այն պատճառները, հարցերը։ Եվ այստեղից եթե մեկը արարող է իսկապես եւ տրված է սա անել եւ կարող է ոչ միայն ուզում է, բայց նաև կարող է նա սրա միջոցով կստեղծի վաղը։ Այսինքն մի քիչ անջատում կա ուսուցման process-ի, այսինքն պրոֆեսիոնալիզմի համատություններին հասնելու ինչ-որ process-ի եւ իրապես ստեղծագործ դառնալու։ Միտումը սա պետք է լինի։ Ես շատ եմ հանդիպում, ինչպես եւ ասեցի, ինչ բան է ավանգարդ երաժշտությունը, 60-ականներին ստեղծված բան այսօր մատուցում է որպես այսօրվա։ Դա այսօրվա չէ, դա ձեր ուսուցիչների բանն է այսօր, որը ինչ որտեղ չի ապրել եւ նույնիսկ միտում էլ կա, որ ապրեսնենք։ Կապրի, եթե իսկապես նրա մեջ կա։ Բացատրությունը վատ բան չի, ես չասեմ այդպես, բայց երբ որ մի բան կարելի է բառերով բացատրել, նա արդեն ինձ համար երաժշտությունը իմաստ չունեմ, չեմ տեսնում։ Ինձ համար շատ ես չդեմ եմ եւ իհարկե դարքրում եմ։ Օրինակ պատկերացնենք այսպես մի արվեստի գործ, հեղինակ ինչ ասեմ, իտալացի է, նա պիեդեստալ է ստարկում, գրում է երկրագնդի պիեդեստալը, շուռ է տալիս եւ տրվել է իր տան կողքը։ Եվ ասում է, որ երկրագնդը կանգնած է սրա վրա։ Հոյակապ, ինչ շատ է դուր գալիս, բայց ես կարիք չունեմ գնալու դա տեսնելու։ Այսքան ասել է ինձ հերիքը։ Այսինքն բառերով բացատրել է այս երևույթը արդեն բավարար է։ Դե արի այսպես բացատրի Բախի երաժշտությունը կամ Բեթհովենի, հա։ Չէ, ես ուզում եմ այն լսել։ Եվ ինչքան էլ ասեն այնտեղ, չգիտեմ, ճակատագիրը թակում դա աբսուրդները, չգիտեմ, ինքը մտածել է դրա մասին, չէ, որովհետև երաժշտությունը դեռ ուրիշ բանի մասին։ Այն ինչ որ արել է դա շատ ավելի բարձր է կամ ինչ որ բառերով կարելի է ասել։ Կուզեի դեմպես հարցնել այսօրվա աշխարհում կյանքով ինչ ուրիշ նոր ազդեցություններ կա, որ կարող է ձեր երաժշտության վրա գոյանում են, թե մտքեր են տալիս, թե հակառակը։ Գիտեք, օրինակ, այսպեսի մի հարց կա, երբ ես արիթ եմ ունեցել ստեղծագործել, ապրել եւ ստեղծել տարբեր երկրներում, եւ Իտալիայում, եւ Միացյալ Նահանգներում, եւ ես միշտ զգում եմ այդ դեպքում տեղի հնչողության, լեզվի իմ շուրջ, մարդկանց, այս բանը տարբերությունը կա, ես մնում եմ ես։ Իհարկե, միշտ մնում եմ ես, բայց այս տարբերությունը միշտ դրվում է, նույնիսկ բնության շուրջ, այդ աուրայի, քաղաքի, հոտի, չգիտեմ, եւ այլ ձայնի։ Սա միշտ ազդում է վրան եւ աղմուկը իրականում ինքը ինչ որտեղ դրթող ուժ է դառնում հարարելու համար, որովհետեւ աղմուկի մեջ կա թաքնված ամեն ինչ։ Կյանքը։ Ամեն ինչ կա, հա, շատ բան կա, որ եթե լսում ես կարող ես անել։ Սա չասեմ նրա համար, որ մարդիկ աղմուկ են, շատ չէ։ Ուղղակի բնականից այս երևույթը կա եւ ամեն մի տեղանք ինքը իր բանն է դնում, ազդեցությունն է դնում քո վրա։ Որպես վերջին հարց միշտ բաց հարց ենք թողում, որ դուք ընտրեք ինչ թեմայով կուզեք վերջացնել մեր հարցազրույցը, որ խոսակցությունը ամբողջական բովանդակալից դառնա։ Դե երևի երաժշտությունը ինքն է, որ կարող ես նվագել եւ ինչ որտեղ գուցե այսքան խոսելուց հետո գոնե մի փոքրիկ բան ցույց տալ։ Այս հեղինակ եմ շատ ստեղծագործությունների, շատ սիրում եմ 3 բալետի հեղինակ եմ, 2 օպերաների, բալետներից մեկը բեմադրված է, բավական հաջող մեզ մոտ, եւ հույս ունեմ մյուսները կլինեն։ Հիմա շատ աշխատում եմ օպերայի ժանրում, որ ներկայացված եմ բեմադրել իմ վերջի օպերան, որը կոչվում է Round Trip to Paradise, երկկողմ ճանապարհություն դեպի դրախտ։ Ինքը մի տեսակ եւ միստերիա է, եւ գրվածը, եւ հումորի, եւ շատ լուրժի, այսպես ինչ որ հանգույցների մեջ, այդպես։ Ընդհանրապես վերջի տարիներին շատ եմ գրել ստեղծագործություններ, որոնք կապված են դրախտի հետ։ Որ մարդը հասկանա ինչ բան է դրախտը։ Եվ տարբեր կրոններում սա ինչ է եւ ինչ ենք մենք խոսում այդքան է դրախտի մասին եւ
ուզում այնտեղ լինել կամ չլինել։ Այս հարցերի օրինակ մոտարապես մի տարուց ավելի քիչ առաջ եղավ իմ երրորդ ցավժետակի կոնցերտի պրեմիերան, որը կոչվում է Մեկ այլ դրախտ։ Բայց հիմքում այստեղ Հուլիո Կորտասարի, ուրեմն փոքրիկ դրախտ պատմվածքն է, որը շատ ակտուալ է այսօր։ Ինձ թվաց այդպես նույնիսկ, երբ որ ինձ ծանոթացրեցին այդ փոքրիկ պատմվածքի հետ, պրեմիերան կայացավ իդեպ Էստոնիայում, երկու համերգներ եւ Էստոնիայի արական երգչախմբի եւ տաղջութակար Թեոդոր Սինքի ուրեմն կատարմամբ, ուրեմն սա դաշնամուր է նաեւ տաղջութակ, որոշ հարվածային գործիքներ եւ արական երգչախումբ, չկա նվագախումբ ընդհանրապես այս կոնցերտում։ Հա, դες այսպես արել եմ նաեւ դաշնամուրային այդպես իմ խոշոր ստեղծագործություն, ժառմանալի պարս ու հասարակ բաներ, որտեղ կոնցերտ է դաշնամուրային մոտ 70 րոպե 8 մասանի, բայց միաժամանակ կոնցերտի գաղափարը դարձել է թատերականացված ինչ որտեղ, այսինքն բոլոր կատարողները դառնում են այդ կոնցերտի մի մասը եւ նրանք գործում են բեմի վրա։ Այն ինչ որ գաղափար կա, այդ մրցակցությունը, նախանձը, մենակատար եւ բան հարաբերությունը, սա կյանքի հարաբերությունների բանը եւ դրված է նաեւ այստեղ, բայց գործում է զարմանալի պարզ ու հասարակ բաներ։ Սա այ պոետի ժամանակակից պոետներից մեկի, ուրեմն մեկ ապրելու մեկ օր պոեմից մի տող է ուղակի, որը դարավ վերնագիրը։ Հա, Թավջութակի կոնցերտում, որ արեցի, ուրեմն էլի այս մետումներ բացի նրանից ես մտցրեցի երկու դերասան կոնցերտի մեջ։ Հա, որովհետև Խուլիո Կորտասարի պատմվածքը այս դեպքում նրա մասին է, որ կա մի երկիր, որտեղ շատ աղքատ վիճակ է, բայց այսպես մի հատ գեներալ է, ուրեմն գնդապետ ղեկավարում այս երկիրը, խայտարակ իրավիճակը եւ բանավորը որոշել, որ ինքն էլ հարստանում է եւ ժողովուրդը շատ երջանիկ է։ Երբ որ 18 տարեկան է դառնում, ինչպես որ մակրտում են երեխային, ընտեղ էլ արյան մեջ հավաքվում են ընտանիք եւ արյան մեջ ներարկում են ոսկի ձկնիկներ, որոնք կոչվում են Z։ Այս մարդը գրել է 80 թվականներին, այսօր Z տառը շատ բան է դարել, հա։ Եվ դրանից հետո մարդիկ երջանիկ են։ Իրանք արդեն համոզված են, որ իրանք երջանիկ են եւ աղքատություններ բան չունի, կողքի երկրներն էլ ասում են, բայց փող են վճարում այս խղճերը, ասում են, բայց այդ փողը նշանակում է, կա երջանիկ են արդեն։ Սա ուրեմն մի բան էր, որի շուրջ ուրեմն մի տեսակ հումորային, բայց ոնց որ շատ ակտուալ է այսօր։ Հարց է, այդ ներարկումը, հա, այս բաները եւ ընդհանրապես էս իրավիճակը եւ ինչպես կարելի է մի ամբողջ ժողովրդի խաբել եւ նա իրեն երջանիկ նույնիսկ կզգա, երբ որ իրեն խաբում են։ Ես հույս ունեմ, որ այդ գործը նաեւ Հայաստան կգա, բայց ավելի մեծ հույս ունեմ, որ ի վերջո կանեմ այստեղ ճանապարհություն դեպի դրախտ, ուրեմն օպերայից պրեմիերան, ուսամ կստացվի, որովհետև բանալությունները գնում են եւ շարունակվում են բանակցությունները եւ այն միտեղ միսակ եւ միստերիա է, որովհետև դրանից հետո կարծես մենք երկկողմ ճանապարհությունը դառնում է շատ པարզ ու հասարակ արդեն։ Եվ մենք շատ ուրախ կլինենք, եթե ինչ որ դրանից կամ ինչ որ ուզեք մի փոքր հատված նվագեք ձեր երաժշտությունից։ Հա, ես կնվագեմ դաշնամուրային իմ գործերից, որոշ մի ստեղծագործությունից մի հատված, մեծ ստեղծագործությունից, մոտ 1 ժամից ավել, որի պրեմիերան եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ուրեմն այս դահլիճում, ամերիկյան դահլիճում եւ շատ ճոխ ընդունելություն է ստացել Նյու Յորքում, որտեղից հետո ես արեցի մի այլ պրոյեկտ ավելի մեծ, հայկական ոդիսական Վաշինգտոնում արդեն, եւ հետո սկսվեց պանդեմիան, թե չէ շարունակությունը շատ էր լինելու արդեն տեղում։ Այս ստեղծագործությունը կոչվում է քարի ձայնը, քարահունչ, հնչող քարեր, հա, ամբողջ պրոյեկտը այդպես էր կոչվում եւ այստեղից մի ուղղակի փոքրիկ մի մաս եմ նվագելու, դա բոլոր դաշնամուրի համար է, բայց այնտեղ նաեւ կային ձայներ, կան այլ կատարողներ եւ այլն։ Եվ կար անիմացիա, որ արվում էր Գևորգ Մուրադի կողմից Նյու Յորքում, որի հետ ես շատ գործեր եմ արել, արդեն մի քանի շատ խոշոր, ցավոք Հայաստան այդ պրոյեկտները դեռ չեն եկել։ Հա, տանապես մեծ մասը չի եկել այստեղ իմ գործերի, այդպես։ Ունենալով որ շուտով կհասնենք կգան։ Շատ մերսի ձեր ժամանակի համար, ձեր նվագի համար, շատ հետաքրքիր զրույց էր։ Շնորհակալություն այս առիթի համար խոսելու, հետո միշտ բաներ է որում այսքան բան կարող էի ասել եւ չասեցի։ Թող ենք հաջորդի համար։ Այո, անպայման։ Շատ մերսի։ Շնորհակալություն։
Thank you.